Հարգելիներս շատ ուրախ եմ, որ տեխնիկապես կարողացա այսօր միանալ ձեզի հետ, քիչ դժվարություններ ունեցանք, բայց կերևա, որ ամեն ինչ իրեն դեղ է, ամեն ինչ նորմալ է, մեկ հատ աշկ մնեդեմ, որովհետեւ ճիշտ ստացվի ամեն ինչը, տեսնեմ, եթե այդպես լավ է, եւ մենք այսօրվան կարևոր թեման կսկսենք կապված միջազգային հարաբերությունները, դիվանագիտական հարաբերությունները եւ հայություն։ Եվ երբ կխոսենք հայության մասին, անշուշտ մենք կխոսենք այստեղ ամբողջ հայության մասին։ Մենակ մեկ հատ դզդիկ մստուգում մնեմ տեխնիկական իմաստով, որբեսի ճիշտ ստացվի ամեն ինչը եւ ինչքան որ հասկացա արդեն սայնուս նորմալ նորմալ գաշխատի եթե այդպես է անպայման մենք հիմա կխորանանք այդ կարևոր հարցը անշուշտ կապված մեր ընդհանրապես դիվանագիտական հարցերով եւ մասնավորապես միջազգային հարաբերությունները։ Միջազգային հարաբերությունները եւ մասնավորապես կնշեմ հայության եւ ոչ մենակ Երևանյան Հայաստանին հետ, որովհետեւ հասկացանք, որ նույնիսկ այս դիվանագիտական կամ միջազգային հարաբերությունները գդակրկվեն նույնիսկ այդպես ներկայացված սփյուռքի հայությունը։ Ինչու այդքան կարևոր է սփյուռքի հայության համար դիվանագիտական, ասենք Երևանյան Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները եւ ինչ որ կապված է այդ վերջին օրերը մոտ 40 բեդության ներկայացուցիչները, որ մասնակցեցին մեկ հատ գագաթնաժողով, որ ուղղված էր 8-րդ գագաթնաժողովի հետ կապված այդպես քաղաքական Եվրոմիության քաղաքական հարաբերությունները։ Եվ կխոսենք Եվրոմիության մասին, ընդհանրապես մենք ինչի մասին կխոսենք։ Մենք կխոսենք մոտ 46 գրանցված բեդությունները մասին եւ 5 հատ կամ 6 հատ դիտորդներ, բեդությունները, որ դիտորդն են, օրինակ, որպես օրինակ Կանադայի մասին է խոսքը, որ կմասնակցեն այդ բոլոր գագաթնաժողովները, գիտեմ, որ ունենք հնգերներ կամ հայրենակիցներ կամ լրագրողներ կամ փորձագետներ, որ լավ չհասկացան, օրինակ, ինչու Կանադան ներկա էր 8-րդ գագաթնաժողովի ժամանակ, ներկա էր, որովհետև ինքը այդ միավորման անդամ է։ Այդ միավորման բեդություններու միավորման ձևաչափը ուղղակի կապված է եւ ուղղակի կապ ունի նույնիսկ մարդուն իրավունքներու եվրոպական դատարանին հետ։ Այստեղ մեր համար կարևոր է, որովհետև դուք գիտեք, որ բավական թիմեցինք բողոքները խրգեցինք մարդուն իրավունքներու Եվրոդատարանում եւ այդ բոլոր բողոքները ընդունված են դատարանի կողմեն։ Սա շատ կարևոր է։ Ասենք թե ես ովևէ չափով կգավեմ այդ 8-րդ գագաթնաժողովը եւ Եվրոդատարանի աբակա որոշումներ ունեն։ Մանավանդ, որ դուք գիտեք, դերյակ եք, որ 15 օր առաջ Եվրոպարլամենտը քաղաքական որոշում ներկայացնեց եւ հաստատեցավ Արցախի հայության վերադարձի իրավունքները, ինչպես որ հաստատվեցավ միջազգային դատարանի կողմեն 2020-2023-ի։ Հադիմաստով կուզեմ, որ ըստա գլա
մեր մեջ, որ այո, այդ խնդիրները կապված են միջազգային հարաբերություններ ունեն եւ կապված են ինչ որ բادرազմի ընդանուր բادرազմի վիճակը որ կա դարաշրջանում եթե այդ բեդությունները ովևէ չափով իրենց մեջ բادرազմին մեջն են օրինակ Ուկրաինայի Ռուսաստան օրինակ Միացյալ Նահանգները Բասկաստանը եթե այդ բادرազմները կան ասենք թե ինչու ատկան ասենք թե օրինակ Ուկրաինայի նախագահան մասնակցել է այդ 8-րդ գագաթնաժողովը ինքը մասնակցել է որպես ինչ որպես այդ 46 բեդություներու Եվրոմիության անդամ որպես ինչ մասնակցել է Եվ եթե ինքը մասնակցել է եւ մասնակցել է ինքը ինչ իրավունք ուներ ասենք թե դուրս գալ այդ ծեվաչափեն եւ հայտարարություններ ըներ ուղված Ադրբեջանի այսօրվան վիճակը Արցախին հետ կապված ինչ կնշանակե ինչ կուզեր փագել այդ ադանզը ինչ կուզե թաքցնել այդ ելույթ ունենալով կամ այդ հայտարարություն ունենալով ուղված Բաքվի ռեժիմը ինքը կուզե թաքցնել որ կամ կուզե փագել ովևէ ցևով որ ինքը որպես Ուկրաինայի ղեկավար ամացայն չի որ օրենքները միջազգային օրենքները օգուտ կլան Արցախի հայության կամ ընդհանրապես հայության եւ ինքը բարձ ներկայացնեց եւ ասել է կնշանակե որ այդ գագաթնաժողովի մեջ դարբեր ուղղությունները կային դարբեր գարզիկները կային կապված Արցախին հետ կապված ընդանուր այդպես գոչված խաղաղության վիճակին հետ որ կա տարածաշրջանում մենք չմտածենք որ բեդությունները նույն գարզիկ ունեին մենք այդպես չմտածենք եւ մանավանդ մենք աշխատենք նույնիսկ որբեսի հաբացուցենք այդ բեդություններուն որ այո դուք ճիշտ եք եւ ստիպված չեք նույն կարծիք ունենալ կամ նույն դիրքորոշում ունենալ կամ թե օրինակ Երևանյան իշխանությունը կամ Թուրքիո իշխանություն կամ Ադրբեջանի իշխանություն կամ նույնիսկ Ֆրանսիայի իշխանություն ինչու համար այդպես կսեն նայեցեք Ֆրանսիան օրինակ կպաշտպանե Ալմատայի 1991-ի որոշումը ինքը ոչ պայմանագիր է ասեք թե բանն է բզդիկ որոշում մեդությունները որ անոնք դուրս եկան սովետ միության այդպես որոշում ներկայացնեցին բայց այդ մեդություններու ասենք թե անցյալը չի համապատասխանում այդ որոշումի հետ Ալմատայի մասին է խոսքը 1991-ին ինչու չի համապատասխանում որովհետև օրինակ Ադրբեջանը գոյմնավոր է իրենց pedagoganություն 1918-ի Ադրբեջանի դեմոկրատական Ադրբեջանի իման վրա այս Հայաստանը ասենք թե subterfuge Հայաստանը որ այսօր այդպես ներկայացված է որպես Հայաստան ինքը չի հիմնավորում իրեն գոյությունը 1918-ի կամ 17-ի վրա հիմնավորում է իրեն գոյությունը 1991-ի վրա կասկնանք որ այդ ալմատան չի ասենք թե նավություն չի դա ովևէ հավասարաշորության ունենալը այսինքն պետք է հաշվի առնեք սա ասենք թե հիմնավորել Մինակ Հայաստանի Անդրապետության, այդպես Արևելյան Հայաստանի Անդրապետության համար Ալմատայի որոշումը մինակ իրեն համար եւ ազատվել մյուս պետությունները այդ որոշումի հետ կապված, սա արդեն անցակողություն։ Կնշանակե որ ցեվագանորեն գործակորձեն արեստական մեկ հատ որոշումը
եւ ուղղված եւ օգուտ Ադրբեջանի կամ Թուրքիոն կամ ովևէ մեկին, բայց ոչ Հայաստանի։ Մի ադավասարշությունը, որ խախտված է, գաբացուցե, որ Ալմատայի որոշումը ուժը չունի։ Կամ մինակ ինչպես որ գուզե պարոն Մակրոնը ուժ ունի մինակ Հայաստանի համար եւ Հայաստանը այդ խաղաղության վիճակը որ արեստական գուզե ստեղծել Երևանյան իշխանություններու կողմեն ոչ մի իրավաբանական իմքերալ չունին որովհետև ասենք ինչպես կրնաս խաղաղությունը վիճակը ստեղծել եթե ենտագա կդառնաս ովևէ ուրիշին եթե ենտագա կդառնաս այնպես ուրիշը բամը կսե քեզի եւ դու քու ինքնիշխանությունը կփագես կշրջանցնես եւ գերականացնես ինչ որ մեկը մյուսը որոշել է քո համար Ադի մաստով նայեցեք մենք որպես հայ իշքան գործով ենք եւ ադամեն ինչ ստեղծված է ինչի համար մինակ Արցախի համար ես գներեք ես կրնամ ասեմ ձեզի չէ մինակ Արցախի համար չի ուղված ադամեն ինչը եւ Արեմեդյան Հայաստանի համար ուղված է Adorama պետք է հասկանաք, որ շատ կարևոր է շարունակել մեր դիմադրությունը։ Եթե մենք չենք շարունակելու մեր դիմադրություն, մեր իրավունքները պաշտպանելու համար եւ մեր ընդանուր իրավունքները պաշտպանելու համար, անոնք քայլ այլ քայլ մեր ամբողջ պետականությունը կքանդեն։ Քայլ այլ քայլ, քանի անգամ ես ասի կկրկնեմ եւ խնդիր չունիմ կրկնելու, բայց հարգելիներս մեկ անգամ պիտի դուք փորձեք հասկանալ, որ մեր ըսածները մինակ շակրկված է հայության համար, ասենք թե մենք այստեղ ենք հայության իրավունքները պաշտպանելու իմ ըսածները որպես պատասխանատու մարդ, որպես նախագահ ուղղված են հայության եւ ուղղված են Արեմեդյան Հայաստանի քաղաքացիներուն համար դուք շատ զգուշ եղեք եթե մենք այդպես ասենք թե կշարունակենք այո այսօր ինչպես որ օկուպացված է Արմենիան Հայաստանը եւ ինչպես որ օկուպացված է Արցախը վաղը օկուպացվածն գլլա այդպես արևելյան Հայաստանի հանրապետությունը Ադարամար ինչու այդ միջազգային ուժերը այդպես գուզեն ինչու գուզեն վերջ դնել մեր ցանկի, մեր պետական գոյությունի, ինչու, ինչ նպատակով։ Անոնք գուզեն վերջ դնել, որովհետև այդքան անցագործություններ ունին մեզ հետ կապված։ Մենք կխոսենք այստեղ ցեղասպանության եւ ես ցեզի աբացուցեցի անցյալ անգամ ինչպես Ֆրանսիա պատասխանատվություն ունի, ես չեմ ասել, որ Ֆրանսիան ինքը կատարել է ցեղասպանություն, բայց ինքը պատասխանատվություն ունի մանավանդ 1920-ից հետո ադորամար է, որ մասնավորապես կսահմանապակեն 15-ի մինչև 17-ի վրա մեր ցեղասպանություն, որովհետեւ մենք եւ գերեվա որ շատ լավ կաշխատի մանավանդ Ֆրանսիայի ամանքներում մեջ որովհետեւ մենք չիշենք որ ովևէ ցևով Ֆրանսիա կամ ուրիշ պետությունները պատասխանատվություն ուղղակի պատասխանատվություն ունին մեր ցեղասպանության հետ կապված ինչու ես կանդրադառնամ հիմա համայնքները Ֆրանսիայի համայնքները որ մեծ համաստություն շատերը գուցե ասեմ
այդ գեղձիկները անուն կալ կդարազեն։ Այո, ես խնդիր չունիմ ցեզի ասելու, որ այո կշարունակեն այդ գեղձիկները դարազելու եւ գողքնեն անշուշտ իմանալով կամ չիմանալով, սա արդեն ուրիշ խնդիր մնե, գողքնեն այդ անցակորդ բեդությունները ներառյալ Ֆրանսիա փագելու համար այդ բոլոր անցակորձությունները, որ անոնք պատասխանատվություն ունեն։ Եվ ինչու համար նայեցեք, ինչու համար անոնք գսեն, որ ցեղասպանությունը հայկական է։ Ինչի համար։ Ինչու համար գնշեն ցեղասպանության դարետարց ամեն տարի։ Կպատկերացնեք, զոհերի մասին ոչ մի խոսք չի գա, հայության մասին ոչ մի խոսք չի գա, վերնակիրներուն մեջ այդպես է ներկայացված եւ քաղաքապարաբես այդպես է ներկայացված, որովհետեւ եթե զոհերը կան, եթե որբերը կան, եթե ակսորված հայությունը կա, այդ ամեն ինչ կնշանակե պատասխանատվություն, այդ ամեն ինչ կնշանակե ադուցման, այդ ամեն ինչ կնշանակե լուծում գտնել, որբեսի այդ ազգը, այդ ժողովուրդը, այդ բնիկ ազգը վերադառնա իրեն բնորանը, իրեն հայրենիքը, բայց չեն ուզեր, գուզեն փագել խնդիրը եւ փագելու համար խնդիրը, այդ լուրջ խնդիրը փագելու համար այդպես արեստական վիճակները կստեղծեն եւ այդպես արեստական վիճակները գիտեք ինչ անուն կուտան ռեալ պոլիտիկ եւ ռեալ պոլիտիկը կնշանակե իրենց կողմեն արեստական վիճակները ստեղծեր որբեսի դժվարները որբեսի զոհերը որբեսի անոնք որ ամեն ինչ կորսովեցին ոչ մի ադուցում չստանան ոչ մի ցեվով եւ փագեն իրենց համար որբեսի փագեն իրենց համար ովևէ պատասխանատվություն ադիմաստո այդ նույն ամանքները հայկական այդպես գոչված ամանքները Ֆրանսիայի որ 1987-ին միացել են Ստրասբուրգ զապելով ընդունելով Ստրասբուրգի կողմեն ցեղասպանության ճանաչումը բայց առանց ուշադիր լալով կամ զապելով որ հայությունը ոչ մի իրավունք չունի բանջներ ներկայացնել այսօրվան Թուրքիոց իմաց օդված երկու կպատկերացնեք ասենք թե մենք կժանաչենք ցեզի համար ցեղասպանություն բայց ոչ մի իրավունքներ չունիք ասենք խաղալիք եք դալիս են ձեզ կացեք օգտագործեք կամ օգտվեք այդ խաղալիքով կասկնակ այդ սինիսմը եւ այդ սինիսմը ով գտանի այսօր մեր իբր թե մեր ամանքներու ներկայացուցիչները եւ մենք որպես արևմտյան Հայաստանը մենք ինչ կսենք իրենց ինչ իրավունքով դուք կսպահվիք այդպես մեր շատ լուրջ ցեղասպանության հարցերով ցեղասպանության հետևանքները փակելու համար ով որոշել է ցեզի համար այդպես բան դուք եք մինակ նստած որոշեցիք ձեր խոհանոցի մեջ որ այդպես պիտի լուծեք ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանության եւ հայության իրավունքները կպատկերացնեք ինչ կկատարվի եւ անդրադառնանք հիմա այդ բادرագությունները որ գերտան Մակրոնին ինքնատիրով գերտան Երևանի 8-րդ գագաթնաժողովը մասնակցելու ուրախությունով եւ այլն բայց անոնք գիտեն որին է գովը նստած են կամ կարևոր չէ կարևոր է որ մի քիչ ուրախանանք եւ անշուշտ եսով երտանք Երևան եւ ցույց տանք որ նկարված ենք նախագահ Մակրոնին հետ բայց դուք գիտեք ինչ հրավ բարոն Մակրոնը 2019 ինքն է որ որոշել է բագել
պայմանակիրները քույր քաղաքներուն հետ Արցախի եւ Ֆրանսիայի քույր քաղաքներուն հետ եւ այդպես լավ ասենտե սիգնալ դվավ բարոն Ալիևի Բաքուին, որ իշ նայեցեք մեր կողմեն արդեն փակեցին խնդիրը նույնիսկ իրավանական դեսանգյունեն փակեցին խնդիրը ինչ կուզե կրնակ կներ հիմա ճանապարհը բաց է եւ մեկ տարի հետո սեպտեմբերի 2020-ը բարոն Ալիևը այդպես իր բոլոր հնարավորությունները թափեց մեր Արցախի հայության գլխի վրա եւ մենք ունեցանք այդ վիճակը որ հիմա ունենք ուրեմն ինչ որ ես գսեմ կրնամ ապացուցել եւ ընդանրապես խնդիր չունի ապացուցելու ամեն մեկը թող իմանա իրեն քայլերի հետևանքները նույնպես որ ինչ կատարվեցավ Կիրիգիա նույնպես կատարվեցավ Արցախին հետ այդ կուզեմ ասեմ ձեզի ասենք թե տարբերություն ալ չի գա այստեղ նույն տեսակ կոծողություն մնե եւ անցնում են մեկը անժամանակ 1921-ին անձեցին Կիրիգիա թուրքերուն 2020-ին եւ 22-ին գներեք օկտեմբերի 6-ին անձնեցին Արցախը Ադրբեջանի ինչ կորձունին ասենք ինչու atkan լավ են եւ Թուրքիայի եւ Ադրբեջանին հետ ինչու atkan լավ են եւ ինչու մեր դեմ են ամեն անգամ եւ այդպես խնդալով ծիծաղելով երկելով եւ ացուդելով կամած կաշխատին փակելու համար հայկական հարցը ինչու համար ինչ ունին մեր անտեր ինչ ունին սիցեզի ինչ ունին շատ atkan վնասեցին մեզի որ չեն կրնար արդեն հետ գալ եւ պետք է այդ վնասները շարունակեն չեն գնար փակել այդ բոլոր անցակորձությունները որ կատարվեցին 101 տարին մեջ 100 տարվա մեջ չեն գնար փակել հիմա ինչ են շարունակեն այդպես շարունակեն որպեսի ոչ մի ցևով հայությունը հնարավորություն չունենա իր վերագայնել իրենց իրավունքները վերագայնել ադորամար եւ խնդիրը որտեղ է մեզի համար խնդիրը է որ կան մեր ամանկներուն մեջ անձերը խումբերը բզդիկ խումբերը կան որ ամացայն են եւ կշարունակեն օգնել այդ անցակորձ բեդությունները որովհետեւ այդ անցակորձությունները շարունակեն եւ մենք գիտենք արդեն ըստակ է եւ իսկապես 8-րդ գագաթնաժողովը ապացուցեց մեզի ովքեր են մեր ամանկների մեջ այդ ուժերը կամ այդ անձերը որ այդպես կօգտվեն այդ բեդություններու այդ բետական քաղաքականությունը հիմա գոկտվեն մինչև երբ ասենք անոնք կմտածեն որ ոևէ ցևով հայությունը հնարավորություն չունի իրեն ատիմադրություն ներկայացնելու եւ գարշ գդուկ ցևով գայնեսնե at ինքնասպանության կրնանք խոսիլ քաղաքականությունը հայությունը հնարավորություն ունի այսօրվան են գայնեցնել այդ ամբողջ ինքնասպանության քաղաքականություն որ հիմա կտեսնակ ձեր աչքերով կտեսնակ եթե չեք հասկանա սա արդեն ուրիշ խնդիր մնե եթե չեք հասկանա ասենք պիտի նույնիսկ դուք պիտի դուժվեք ուղագի ցևով եթե չեք հասկանալ բայց մենք այստեղ ենք ցեզի պարտադրելու մենք այստեղ ենք ցեզի ներկայացնելու իսկական վիճակը այդ ռեալ պոլիտիկը որ բոլորը գսեք ռեալ պոլիտիկը ինչ իրավունքները ինչ են ռեալ պոլիտիկը գա եւ ռեալ պոլիտիկն է որ գորոշե ինչ պիտի ուտենք ինչ պիտի խմենք հիմա ես կսեմ ցեզի այդ ռեալ պոլիտիկը չի ուղված մեր ազգի
օգնելու համար կամ մեր ազգի բայելու համար։ Այդ ռեալ պոլիտիկը ուղղված է մեր ազգի փագելու համար, ոչնչացնելու համար, ցեղասպանության շարունակականություն։ Հիմա ինչ պետք է արվի, ինչ պետք է արվի, որ մեր ազգը ոտքի գայնե եւ մեր ազգը հասկանա։ Ուրեմն մինչև որ թանագը ձեր ոսկորի վրա չանցնի, այդ ցավը չեք զգում։ Եթե թանագը ձեր ոսկորի վրա չի անցնի եւ այդ ցավը չեք զգում, կնշանակի որ ձեր հայության վիճակը atkan կրնամ ասեմ atkan նստակ չի կներեք նորեն որովհետեւ հայը ինքը պետք չունի ինքը սпасել որ թանագը անցնի իր ոսկորի վրա որ ինքը հասկանա որ թիմացինը գուզե ցավցուներ իրեն հայը պետք չունի ինքը հայը իր ցանկը, իր անվտանգության համար, իր ամեն ինչի համար, իր ընտանիքի բայելու համար, իր երեխաները բերելու համար ինքը ամիջապես գզգա, ամիջապես ինքը ալավիդեսեք, բայց զգալը ինչ կապ ունի ռեալ պոլիտիկին հետ։ Ասենք թե ալավ, սպասենք, նայեցեք Մարաղաում ինչ կատարվեցավ ապրիլ 1-ին 93-ին 92-ին կներեք, ինչ պատահեցավ մտան եւ կոտորեցին մեր ծնողները անդեղ անժամանակ արդեն ճիշտ է կարա պատահել որ այո մտնեն եւ քաղաքացիները ոչնչացնեն կտա պատահել չէ ասենք թե մենք պետք է սպասենք atkan անցակորձություններ ասենք թե լավ Արցախը անձնվեցավ դուք լավ գիտեք որ Բասկաստանին այդ սահմանը ազնվեցավ, դուք լավ գիտեք, որ հիմա աշխատանքը գտանին կներես, գտանին աշխատանքը արաքս գետին հետ կապված եւ անի գամուրջին հետ կապված իբր թե ադբես ընկերական խաղ այո ընկերական է Ճիշտ է, ընկերական է, որովհետև այդ բեդություններու գլուխները շատ մոդիկ են եւ իրենց խաղապարները կկիսեն, իրենց նպատակները կկիսեն, իրենց ամենօրվան կյանքն ալ կրնան կիսեր։ Բայց ադամեն ինչը օգուտ է հումի, օգուտ է մեր ազգի, օգուտ է մեր հայության ոչնչացնելով եւ ջղթելով ամբողջ մեր իրավունքները, որ մենք ունենք այս երկագունդի վրա ապրելու համար, ադիմաստով կներեք, բայց եթե կան, որ չեն հասկանում, եթե կան, որ ուշադիր չեն եւ անոնք կարեւոր են իրենց ամեն օրվա, ասենք թե ապրելակերպն է ապահովելու համար, եթե սա է իրենց ամապատասխան դարաշրջանի իսկական խնդիրները առանց հասկանալով որ անոնք չեն ապրում Եվրոպա, անոնք կաբրին Հայաստանում կամ հայրենիքում կանանք ասել, եթե չեն հասկանում հետևանքները շատ լուրջ պիտի լինան, արդեն լուրջ են Արցախ անձնելը, atkan գորուստ ունենալը շատ լուրջ է ամեն ինչ։ Հիմա գրնա պատահել, որ ձեզի համար atkan կարևոր չէ, գրնա պատահել, բայց մեզի համար, Արևմտյան Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև մենք ունենք ծրագիրներ, այդ ծրագիրը կապված է ինչի հետ կապված։ Եթե ինչ ծրագիր կան ունենա Արևմտյան Հայաստանը այսօր Արևմտյան Հայաստանը տարբեր տեսակ ծրագիրներ ունի սկսյալ մշակույթի շարունակել տնտեսական շարունակել իրավաբանական շարունակել քաղաքական շարունակել դիվանագիտական տարբեր ցևով մենք ծրագիրներ ունենք որ կրնանք ներկայացնել ցեզի եւ չի մտածեք իսկականության
Եթե Արմենիան Հայաստանի շուրջ կմիավորենք, մենք այդ բոլոր նույնիսկ նյութական խնդիրներ կգնանք լուծել։ Անոնք որ մոդիկ են ինձ մե, անոնք որ ինձ հետ կաշխատին, անոնք որ գկիսեն այդ բոլոր խնդիրները ինձ հետ, շատ լավ գիտեն, որ նույնիսկ նյութական ցևով կրնանք ամեն ինչ լուծել։ Լուծումները կան, այդպես չէ որ լուծումները չի կան, բայց չի նշանակի որ մենք պետք է ամեն ասենք թե տշնամիներուն անցնել մեր հնարավորությունները ամեն մեկ գոտոր խողը որ անցնեք որևէ մեկին կապ չունի դուք անցնում եք ցանկը խողը ցանկն է ցանկի մեկ մասը մեր սարերը մեր Արցախը մեր Նախիջևանը մեր Արմենիան Հայաստանը որ անցնեցիք դուք անցնեցիք ցանկ դուք մեր ցանկը դվիք ուրիշին Եվ դուք ադիրավունքն չունիք իրականության եթե գվերցնենք նույնիսկ ինչ պարտականություն ուներ Երևանը պարտականություն ուներ ապահովել եւ պաշտպանել Արցախի հայության կյանքը սա է իրականության բայց ոչ միտեղ չի կրված որ իրավունք ուներ անցնել Արցախը ուրիշին ոչ միտեղ նույնիսկ չենք պատկերացնում, որ այդպես բան կրնար պատահել, կրնար լիներ։ Մենք մեր ցանկը դվինք, որբեսի ազատագրենք մեր հայրենիքը, ազատագրենք մեր տարածքները եւ այդ տարածքները, որ միացյալ Հայաստանի մաս կգազմեն։ Մենք չենք խոսիր ուրիշ բանի մասին այստեղ, բայց այդ միացյալ Հայաստանը չեք ուզում, ասեք թե սա ծրագիր չէ։ Եվ դուք մինչև հիմա կմտածեք, որ Միացյալ Հայաստանի ծրագիրը ասենք թե անօրինական ծրագիր մնե, դուք այդպես կմտածեք, կնշանակի, որ ոչ մի բան չի հասկացակ մեր իրավունքներում, մեր ցավերու ցեղասպանության հարցով, ամեն ինչով, բայց ինչու համար ապրիլ 24-ը կմիանակ եւ ինչա, մինակ ցեղասպանության դարետացի համար մնաց որ ինչ 25-ը քեբաբ պարտի կազմակերպեք եւ կփակեք այդպես խնդիրը, հա? Հա դե, ասենք թե ցեղասպանություն վերջացել է քեբաբ պարտիով, ադորամար ճիշտ չի, արդար չի այդ դիրքորոշումը եւ ինչու համար ես ուղագի մեր հայրենագիստներուն գխոսիմ, որովհետեւ մեր լուծումը կգտնվի մեր մեջ լուծումը մեր ընդհանուր վիճակի լուծումը կգտնվի մեր մեջ մեր ազգի մեջ մենք կրնանք ամեն ինչ լուծել Ինչու 40 պետությունները եկան Երևան, որովհետև իրենց համար կարևոր էր, որ ներկայային այդ 8-րդ գաղտնաժողովի եւ ինչու համար այդքանը սпасեցին անշուշտ կապված է դուք ալ գիտեք կապված է կալամսովա այդպես ցեվական ընդրությունները որ կկազմակերպեն Երևանում բայց ինչու որովհետև գուզեն օժանդակել չէ այսօրվա Երևանի իշխանությունը կուզեն տիկուն կայնել եւ ցույց տալ որ տիկուն կայնեցին եւ հայտարարեցին եւ ներկայացրեցին եւ այլն բայց ինչու ինչ նպատակով ցեզի գսեմ որբեսի at սխալ անցակոզ սխալ չի անցակոզ քաղաքականությունը շարունակվի անցակոզ քաղաքականությունը շարունակվի Հիմա դուք որպես հայ պատրաստ եք աստադելու այդ անցակորձ քաղաքականությունը դուք պատրաստ եք ընդունելու դուք պատրաստ եք ցայն տալու որ շարունակվի այդ անցակորձությունը եթե կարևորը ինչ մինակ ձեր դունը ապահոված ըլլակ քիչմը ապահոված ըլլակ այդ է կարևոր եւ ասეთი ապահոված ըլլալը կնշանակեց էսի համար եգրի խաղություն այստեղ ալ սխալ է ճիշտ խոսենք ձեր անկստությունը ես կրնամ կիսեմ եւ հասկանամ բայց չի նշանակի երկիրի խաղության որովհետեւ ոչ մի գարանտիա չունի խաղության համար եւ գարանտիան խաղության գարանտիան գիտեք ինչ է իսկականության
Խաղաղության գարանտիան բանակն է։ Խաղաղության բան մեր անվտանգությունն է խաղաղության ծրագիրը, մեր նպատակը, խաղաղության նպատակը մեր անվտանգությունն է, մեր բանակն է, բայց մեր բանակը ինչ ինչ մնաց մեր բանակին։ Ճիշտ խոսենք, ինչ մնաց։ Եթե 30 տարի առաջ 60,000 զինվոր ունենք, եթե այսօր 15,000 զինվոր ունենք, ինչ մնաց մեր բանակին։ Նպատակը դուք ընդունեք այդ քաղաքականություն, որ մեր անվտանգությունը կամաց մեր անվտանգության դեմ աշխատենք։ Եթե այդպես քաղաքականությունը, այստեղ ծրագիր կազմելը շատ էշտ է, օրինակ մեր կողմեն ծրագիր կազմելը շատ էշտ է։ Մենք կուզենք վերագայնել մեր ազգային բանակը եւ կուզենք, որ այդ ազգային բանակը ունենա համապատասխան հնարավորությունները մեր պետությունը ապավելու համար։ Եվ սա մեր ես որպես նախագահ, սա իմ ծրագիրն է եւ ադոր համար մենք ունենք համապատասխան ռազմական վարդապետություն եւ այդ ռազմական վարդապետությունը մենք կրնանք ներկայացնել եւ կրնանք բացատրել։ Մենք ունենք եւ մայիսի 9-ին ալ կպիտի նշենք մեր սահմանադրություն Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրություն եւ մեր ռազմական վարդապետությունը հիմնավորված է մեր սահմանադրության վրա։ Ադամեն ինչ մեկը մյուսին հետ կապված է եւ կապ ունի եւ մենք պատրաստ ենք իրականացնելու ադամեն ինչը, եթե անշուշտ մեր ազգը, հայ ազգը պատրաստ է իրեն քիսել այդ աշխատանքը, քիսել այդ pedagogan աշխատանքը, սա ծրագիր չէ։ Ասենք մենք սկսել ենք մշակույթի գրթության հետ կապված լիք ծրագիր, լիք հարցեր ունենք լուծելու։ Հիմա գրթության հետ կապված մենք ինչ ենք ուզում։ Մենք չենք ուզում, որ մեր սերունդները, մեր զավակները ավելի զոր մակարդակ ունենան եւ ճիշտ հասկանան իրենց արմատները եւ իրենց անցյալը եւ նույն ժամանակ ճիշտ օգտագործեն նոր տեխնոլոգիաները։ Մենք չենք ուզեր այդպես բան։ Մենք ադգոմեն ոևէ ծրագիր չունենք, մենք լուրջ ծրագիրներ ունենք։ Մենք բայց ես ցեզի մենք չենք ուզեր, որ մեր երեխաները մորանան իրենց անցյալները, մորանան իրենց արմատները, մորանան անոնք ինչ ազգի անդամ են։ Ես ցեզի անգամ մեկ անգամ ցեզի ես գիտեմ, որովհետև խոսել եմ այդ մասին Ֆրանսիայի ներկայացուցիչներ ունետ, որ շատ անգամ գուկան Երևանում եւ ինձ եսին մեզի համար շատ դակրքիր է, շատ զարմանալի է, որ Հայաստանում 90% օրինակ հայկական արմատներ ունեն մեր հասարակությունը։ Այո, բայց այնպես, բայց դուք գիտեք ինչի համար մեր հասարակությունը հայկական արմատներ ունի։ Դուք գիտեք, որ մեզ մած այդ որբերը որ կան, որ գային Գյումրիում կամ որեկան դեհանված հայությունը մինչև 48 1948-ից վերադարձան Սովետ Հայաստանը, դուք գիտեք որի պատճառով է։ Ձեր պատճառով է։ Ձեր պատճառով է, որ մեր հայերը եկան Սովետ Հայաստանը ապրելու։ Որովհետև դուք որոշված էր ձեր կողմեն, որ մենք ունենանք Արևմտյան Հայաստանի տարածքում, մենք ունենանք հայկական ազգային օջախ, որոշված է արդեն ազգային լիգայի կողմեն աստատված էր ադամեն ինչ։ Ազգային լիգայի կողմից աստատված էր, որ մենք ունենանք մեր ազգային օջախը, հայկական ազգային օջախը Վիլսոնյան սահմաններու ներս Արևմտյան Հայաստանի տարածքում, անոնք որ այսօր դժոխտեն Արևմտյան Հայաստանի գոյությունը, անոնք որ այսօր դժոխտեն Արևմտյան Հայաստանի հայության գոյությունը, անոնք որ դժոխտեն մեր հեյությունը, մեր ինքնությունը եւ մեր հավաքան,
Անոնք որ ամեն ինչ կնեն, որբեսի մենք քաշված լանք, գախված լանք նույնիսկ Երևանյան քաղաքականության վրա։ Նորեն գսեմ, մեզի գախեն, մեզի քաշեն Երևանյան քաղաքականության վրա, որ գտանի փակուղի ճանապարհով։ Մեր իրավունքները կտանին փակուղի ճանապարհով եւ հիմա 35 տարի որ կտեսնանք որ Արևմտյան Հայաստանի ուղված Արևմտյան Հայաստանի հայության ոչ մի քայլ ոչ մի քայլ չեղավ ոչ մի սանտիմետր մի միլիմետր քայլ չեղավ Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները պաշտպանելու համար եւ մենք ինչ պետք է սպասենք պետք է սպասենք որ անձնեք ամբողջ Հայաստանը որ մի քիչ սպառվին կամ մտածենք Արևմտյան Հայաստանի մասին, մենք այդպես չենք, այդ թատրոնին մեջ չենք մտնելու։ Եվ կխոսենք թատրոնը, գիտեք, քիչ մը զարմանալի է ինձ համար։ Օրինակ շատ անգամ ես գերտամ դիզայնագաբեր մեր հարգանքի դուրք մատուցելու մեր զոհերի։ Եվ ինձ գսեն ընկերական ծևով, ինձ գսեն, բայց Բարոն նախագահ երտանք տանգարան։ Εσύ ինչ տանգարան։ Ասեն թե ես պիտի կամ որպես Արմենիան աստի նախագահ պիտի կամ դիզայնագաբեր էդո պիտի երտամ տանգարան, բայց ցեղասպանությունը իմ սիրտիս մեջ կաբրի։ Իմ մարմինիս մեջ կաբրի մինչև հիմա գոյիմա ինչ տանգարանի մասին է խոսքը։ Ասեն թե եթե ձեզի համար ցեղասպանության տանգարանը գա կամ ինստիտուտ տանգարան գա մեզի համար այդպես չէ մեզի համար քաղաքապարաբես մեր ազգային իշադակի կենտրոնն է մեր իշադակի կենտրոնը ասենք թե այդտեղ է որ դակենորեն այդ բոլոր անցակողությունները դակենորեն եւ անդեղ կգտնվին եւ կրնանք դեսնալ մեր աչքերով Ինչ տանգարանի, ձեզի համար տանգարան է, ինձի համար տանգարան չէ։ Հանրապետության տանգարան, չեմ գիտեր ուրիշ տանգարան, գորքի տանգարան եւ ցեղասպանության տանգարան։ Մինչև երբ մենք պիտի շարունակենք այդ քաղաքապարով շնշելու։ Անորամար աշխատանքներ ունենք դանելու, բոլորս միասին, ինչ մեր արժեքները վերականգնելու համար։ Ինչու բայց, ինչու պետք է, ինչու կարևոր են այս արժեքները վերականգնելու։ Ինչու համար։ Մենք կրնանք արևմուտքի արժեքներով ապրենք, կրնանք Ռուսաստանի արժեքներով ապրենք, Բասկաստանի կամ թուրքականի կամ չեմ գիտեր ինչ տեսակ ուրիշներու արժեքներով ապրենք, ինչու մեր արժեքներով չի պետք է ապրենք մենք։ Մենք մեր արժեքները պետք է ապրենք, որովհետև մեր արժեքները մաքրություն մնե։ Մենք անսակորձությունով չենք շվար, գապ չունի ինչ որ կատարվեցավ Երևանյան իշխանություններու կողմեն, այդ որոշումները որերին եւ կազմակերպեցին Արցախի անցմանը, ես չեմ քրանցվում այդ անսակորձությունը Արևելյան Հայաստանի Անդրադետության վրա չեմ կրանցվում, որովհետև շատ լավ գիտեմ ինչպես եղավ, երբ եղավ, ինչպես եղավ եւ ինչու եղավ այդպես եւ ինչպես մտածված է այդ ամբողջ քաղաքականություն եւ չեմ կրանցվում, նորեն գսեմ, մեր պետականությունը մաքուր պետականություն է։ Մենք չի որոշեցինք, որ այդքան զոհեր ունենանք եւ շարունակվի ցեղասպանությունը օղված Արցախի հայության։ Մենք այդպես երբեք այդպես բան չի որոշեցինք։ Անոնք որ որոշեցին, անոնք պիտի պատասխանան այդ բոլոր անցակորձություններու վրա եւ կապված չէ Հայաստանի անդրադետության կասկնակ հարգելիներս շատ կուզեն որ կրանցված լա այդ բոլոր անցակորձությունները Հայաստանի անդրադետության անունով վաղմիսոր ամենից պիտի կազմակերպեն որ բայ ինչու Հայաստանն ունի այդպես անոնքալ ունեցան կամ դեհանված
այդպես ասենք մարդկային անցակորձությունները կամ ցեղասպանությունները Հայաստանն ալ ինքնան մաքուր չէ, որովհետև այդպես անցակորձությունները ինքը կատարվեցավ ասենք 2020-ից մինչև 2023-ը գուզեք որ այդպես քրված լա Հայաստանի վրա մենք չենք ուզեր Մենք չենք ուզեր եւ ամեն ինչ պիտի անենք բացատրելու համար, որ ամեն ինչ պիտի անենք բացատրելու համար, որ այս անցակոզությունը, այս անցակոզությունը անձի վրա է անձնվում է, անձի վրա մի քանի անձերու վրա է կրանցված, ոչ բեդության վրա, բայց եթե չեք ուզեր որ այդպես լա, եթե չեք ուզեր որ այդպես լա, կնշանակե որ Արցախի հայության համար իրեն ցեղասպանությունը, այդ ցեղասպանությունը, որ կատարվեցավ, ովևէ չափով գրանցված է Հայաստանի Հանրապետության վրա։ Այդպես կուզեք, իսկապես այդպես կուզեք։ Եթե այդպես կուզեք, այդպես պիտի լինի։ Ես միշտ ասիցի ձեզի, ինչ որ կուզեք, այդպես պիտի լա։ Հայը հնարավորություն ունի, գիտեք որն է։ Իրեն ուզածը գերականացնե։ Հայը ադանավորություն ունի։ Դուք կուզեք, որ այդ բոլոր անցակորձությունները վաղամիսօր գրանցված լան Հայաստանի Հանրապետության վրա, որպես պետություն, այդպես կուզեք, եթե այդպես կուզեք, այդպես պիտի լինի։ Կնշանակի շատ բաներ։ Ասենք թե Թուրքիո մենք գիտենք, որ ցեղասպան պետություն է։ Ադրբեջան մենք գիտենք եւ կրնանք ապացուցել, որ ցեղասպան պետություն է։ Հիմա դուք կուզեք, որ Հայաստանն ալ այդպես վերնակիր ունենա, մտածելու բան է։ Adonamar երբ կխոսենք պետական ծրագրի մասին, ինչպես որ շատ ամեն դեղ գլսեմ հիմա ընդրություններուն հետ կապված պետական ծրագրերը եւ այլն, պետք է մենք հասկանանք մենք ինչի մասին կխոսենք, մենք ով ենք որպես Հայաստան, որ ինչ կներկայացնենք, ինչ ըրինք, մեր պատմությունը մինչև այսօրը, մինչև 2026-ը, մենք ինչ կներկայացնենք այդ երկագունդի վրա, որ մենք կրնանք ովևէ ծրագիր ներկայացնել, նախագիծ կոնե։ Մենք ինչ ըրինք, մենք ինչ պաշտպանեցինք մինչև հիմա, որ մենք կրնանք վաղամիսօր մեր ազգի համար, մեր հայրենակիցներուն համար ծրագիր ներկայացնել։ Եթե ոչ մի բան չի պաշտպանեցինք մարդկության, դարաշքային, իրավանական տեսանկյունեն, գրթության տեսանկյունեն եւ այլն, եթե բամը չկրցանք պաշտպանել, մենք ինչ ծեսակ ծրագիր կրնանք ներկայացնել մեր հասարակության։ Եթե նույնիսկ Թուրքիի հայերը, եվրոպական համայնքները թիգուն կգայնեն այդ տեսակ քաղաքականություն, այդ տեսակ անցակորձություն, այդ տեսակ ինքնասպանություն, թիգուն կեն գայնում, մենք ինչ ծրագիրի մասին կրնանք խոսիր։ Ըստակ չէ վիճակը։ Ժպիտով, ձիզաղելով, քեֆենելով, ացուդելով, երկերով, դարբեր ցևով, ճուր թափելով, առանց հարգանքով կշարունակեն այդ անցակորձ քաղաքականությունը։ Եվ մենք իբրտ է։ Մենք գնայինք, բամը չենք տեսնել, բամը չենք տեսել եւ մենք չենք արձագանքել։ Այստեղ ալ սխալ է։ Մենք ամեն ինչ կտեսնանք, կարձագանքենք, բայկարը կշարունակվի։ Ամեն մեկը
որ գմիանա այդ ամսակորձության բիդի պատասխան տա, որովհետև նորեն գսեմ ուրիշ անոնք ուրիշ ճանապարհ չունին, բիդի շարունակեն ամսակորձության գեդերը, որբեսի կարողանան փակել անցյալը, հասկացաք։ Գիտեմ, որ քիչ մը այսօրվան իմ հաղորդաշարը քիչ մը դժվար էր լսելու, բայց ստիպված եմ ցեզի բացատրել այդ ճշմարտությունը, որբեսի ձեր գիտակցությունը լավ պատկերացնե եւ ես կուզեմ այդ բոլոր կորզիկները փոխանցեմ ձեզի, որբեսի կարողանաք ձեզի պաշտպանել, որբեսի կարողանաք ճիշտ որոշում առնել։ Այսօր մենք պիտի կայնեցնենք մեր անտեպ բոլոր անձակորձությունները։ Մենք չի պիտի ընդունենք, օրինակ, սփյուռքը դարձավ ոևէ կուսակցություն, դիզաղելի է, անլուջ է իսկականությամբ։ Սփյուռք է, սփռված հայության վիճակ մնե, ինքը չի կրնա այդ սփռված հայության վիճակը դառնա եւ գուսակցականացված լա եւ չի լինելու եւ անոնք որ կմտածեն որ այդպես է շատ կսխալվեն մանավանդ գսեմ ցեզի ընդունեք կամ չեք ընդունել սա ուրիշ խնդիր մնե Արմենիան Հայաստանի ցայնը գզորանա շունչը կդարածվի ամբողջ ընտանիքներուն մեջ կդարածվի բոլորը կսկսին հասկանալ ինչ կկատարվի եւ բոլորը կսկսին հասկանալ ինչու համար 2004-ին ազատամարտիկները Արցախի մտավորականները ուժեղ մարտիկները որոշեցին Շուշիում վերակայնել Արմենիան Հայաստանի ազգային խորհուրդը մինչև հիմա ամեն ինչ թափեցիք մեր վրա ուտոպիայի դեղտերիկ խենտի դեղտերիկ ինչ կուզեք ինչ ազար բաներով թափեցիք եւ շարունակեցիք թափել կակադելով բաներով մեկը մյուսի դեմ ստեղծելով խառնելով վիճակը չեք աչողվելու գսեմ էներգիա գրնակ թափել մեր վրա ուժ թափել մեր վրա շարունակել մեզի ցեղասպանել ջնջել ոչիչացնել առանձնացնել նույնիսկ ինչպես կուզեք ինչ կուզեք թափեցեք Արմենիան Հայաստանի հայության վրա չեք աչողվելու որովհետև մենք ուրիշ ցևով կտեսնանք ամեն ինչը ձեզի պես չենք տեսնալ գուզեք սփյուռքից ոևէ ցևով գարկավիճակ մստեղծել սփյուռքից գարկավիճակը ստեղծել բան չի կա սփյուռքը ոչ ազգ է ոչ ժողովուրդ է գրնապատայր որ համանքներն են բայց ադամանքները արդեն եթե մոռացել են որտեղ են գուքան ադամանքները գներեք իրենց արմատները չեն ճանչնալ կնշանակի որ բացմությունալ չունին եթե հարց ես տալիս հիմա որտեղ են գուկալ բիդեսեն ես գուկամ Թուրքիայից մյուսը բիդեսեն ես գուկամ Անատոլիայից բիդեսեն բայց դուք գիտեք որ Աբդուլհամիդ երկուսը մասնավորապես վերագայնեցավ Անատոլիայի բարը որբեսի չսեն Հայաստան որովհետև Սան Ստեֆանոյի պայմանագրի մեջ գրված էր Հայաստան եւ անգլիացիները մանավանդ Իսրայելի վարչապետը որոշել է ջնջել Հայաստան բարը եւ դնել հայկական նահանգներ դուք ադամեն ինչ այդ քաղաքականությունը որ գսեք ռեալ պոլիտիկը այդ ռեալ պոլիտիկը որ գլեցիկ 100 տարվա մեջ այդ ռեալ պոլիտիկը ինչ բերավ ձեզի ինչ տարավ ինչ ստեղծեց ձեզի համար ինչ օգնեց ձեր ընտանիքները ձեր իրավունքները
ձեր աբական ըստիազելու կամ պաշտպանելու այդ ձեր գոչված ռեալ պոլիտիկը ձեր գոչված ինչ բերա հա ասենք թե ինչ ցեղասպանության ճանաչման Հիմա մեկ հատ քյուրը պետք է ճանաչի ցեղասպանություն, մեկ հատ քաղաք պետք է ճանաչի ցեղասպանություն, կամ 10 հատ քյուրը, մեկ հատ շրջան պիտի ճանաչի ցեղասպանություն կամ 10 հատ քաղաք, մեկ հատ նահանգ թող ճանաչի ցեղասպանություն, ադալ գուրախանակ, հետո կարա պատահել, որ մի երկրի պարլեմանտը ճանաչի ցեղասպանություն կամ կարաչի պատահել Այսինքն մենք ցեղասպանության ցեղասպան հետևը վազենք եւ մոռանանք մեր իրավունքները եւ մենք այսօր չսպառվենք մեր իրավանական պատետներուն, մենք չսպառվենք Արցախի հայության իրավունքները պաշտպանելու համար եւ երտանք չեմ գիտեր ինչ ուրիշ եկյատներու հետևը, որ չեմ գիտեր սոքարի դեմ պետք է դատ բացվի կամ չեմ գիտեր ումի դեմ պետք է դատ բացվի եւ մենք չի պաշտպանենք մեր իսկական իրավունքները եւ վազենք չեմ գիտեր ինչ օդար խաղերի մեջ, որ ընդհանրապես չեն օգնելու մեզի եւ չեն զարգացնելու մեզի եւ չեն ուժեղացնելու մեզի, սա է իրականության, սա է ռեալ պոլիտիկն է, որ մեր հասարակությունը, մեր ազգը կորոշի որոշեցիք 2004-ի վերագայնել Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը, վերագայնել Արևմտյան Հայաստանի պետականությունը, վերագայնել Արևմտյան Հայաստանի համագարկը, սա է ռեալ պոլիտիկը։ Եվ այս ռեալ պոլիտիկի վրա մենք պիտի շարունակենք մեր պայքարը։ Շատ-շատ շնորհակալ եմ հարգելիներս, մենք ամփոփենք մեր այսօրվան կարևոր ժողովը եւ ինչպես որ կտեսնաք մայիսի համար շատ կարևոր ժամանակները կսպասեն մեզի մանավանդ մայիսի 9-ը որ միասին պիտի հիշենք մեր Արմենիան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ պիտի հիշենք ինչ կատարվեցավ Շուշիում մայիս 9-ին շնորհակալություն հարգելիներս եւ ինչ ասեմ շուտով միանանք նորեն